Շավարը թորա։ Թորա շավարը։ Անոմը դերը շավարը բաղու կասը, շորա։ Բա էթա։ Բարև ձեզ։ Թալվաջարան հսալս Ղարաբաղին։ Ո՞նց է ստացվում։ Շատ լավում է, դուք լավին եք, դու։ Բարի օր սիրելի հարություն, աշխարհասփյուր հայություն, Շանթի եթերում, դիրքերում աղարթաշարի հերթական հաղորդումն է։ Մենք բարձրանում ենք դեպի դիրքերը, ինչպես տեսակ տատին մեզ կանգնացրեց, տեսավ զինվորական մեքենա։ Տատին դες հյուրասիրում է, տատին ասում է թող կրավչին են լոխիմ երեխեք ծնիմ թորներց են։ Թող խաղաղություն ինի, բարով խերով կենան յուրացունողների կոշտու։ Անպայման տատիչ։ Թորներց երկու բատալյոնն է, մին ապթերա, մին ամսի 20-ն է պրտում։ Թող ծերուկներն են լոխաղաքին են ապր։ Տատին թութ են թավ տալի, հեսա կտեսնեք, զինվորական մեքենան տեսավ, կանգնացրեց, գորած։ Կենամ եք դիրք է։ Ու մեզ հրավիրեց թութ ուտելու։ Լավ տղա է։ Պերվի բատալյոնը կամ բատալա, ծեզանց է զինվորներին պամա, ես եմ վղտանցում կենանչեմ։ Երևան նորեն գճուր աղջիկից եկավ ասում մամա, գյոմս հուա կամանցիր էր։ Սեթի հուա, քյոխ են ասում կարո, ասում քյոխ ասում, բախ մամա ջան, հիշ լավ է տերալ ասում արինքին։ Էքանը մուրխացա, իմ տաղրից, Ղարաբաղցի է, իմ հայրենիք ստուղիմ կյամես իղովարդի քրերը մամանամ, ինչի համար։ Են էլ ակոն է, ոչիչ։ Իմս ասապ ջան, բայց իմ հայրենիքս ծեսա չէ։ Տեսում ես բար մինգել հետ մարդ կնեգ եկալանք ստեղ։ Լավ է կարե, բայց հողը տենց եք զարգացնում։ Այս հողը ապրելով եմ պահում, տատի, որ չապրեն, զինվորը մենակ չի կարող։ Նա պետք է ինքը գետին մտնի, վար այդ Ղարաբաղին հողը բռնալը պես չթող մաղեր միջև քյուրու, դու գյուդում չուզ, ծանոված ես։ Գիտեմ եմ, իմ պապը քյուրի ապին ա ծնվել, տատս է Շուշի։ Միջև և լաղի քյուրու, ես յանա Ղարաբաղին էլ, յանա Էրուշելը, միջև Հայաստանի վերջոցերը մենք ես կանան սատքան։ Լեռները բարձրանալուց առաջ թութը կերանք, լիցքավորվեցինք, հիմա գնանք դիրքերը տղաների մոտ։ Ուշադրություն, մարդի։ Հապակա ջոկի հրամանատարները տեսեք իրենց պարապմունքներ են անցկացնում մարտական, որ հետո արդեն գնան դիրքերը իրենց ջոկերը ղեկավարեն։ Ինչ պարապմունք են անցկացնում։ Հրաձգության եք պատրաստում։ Պատրաստում եք հրաձգության։ Պատրաստում եք հրաձգության եւ դասերի պատրաստում եք։ Ոնց եք տղեկ ջան։ Լավ եք։ Նորմալ եք։ Ոնց է ձեր ընկերուին։ Ինձ գայսա ձեր գործիքը։ Սիրում։ Սիրում եք։ Լավ գործանը։ Իր տեսքով դուխ է տալիս։ Տեսքով արդեն դուխ է, չէ՞ տալի։ Տեսքով դուխ է տալիս։ Լավն է։ Լավն է։ Ոնց է ծառայությունը։ Գոհ եք։ Ասա այս բնության մեջ ինձ ինչ գոհ չեն, հե։ Լավ է, ցավներ տան։ Լավ եք, դե ձեզ չխանգարենք, ձեր գործը արեք։ Մուլտիկների մեջ որ տեսել ենք անտառային լսարանը։ Դպրոցը անտառային, տեսել եք անտառային դպրոցն է։ Նստարանները տեսնում եք գերաններից, փայտերից, կոճկերից սարքած, ինչպիսի հաճելի միջավայրում տղաները իրենք անցկացնում են դաշտային ուրեմն պարապմունքները, դասերը, այսպիսի հաճելի մթնոլորտ։
ապահովա։ Ոնց է ծառայությունը։ Շատ լավ է։ Շատ լավ իրահունով ընթանում է։ Իրավունով ընթանում է։ Կացավ տանը։ Ինչքան ժամանակվա ծառայող ես։ 18 ամսվա։ Հա, արդեն 18 ամս է ծառայել։ 18 ամս։ Ամբողջ ընթացքում ստեղ ես եղել, էլի։ Հա, կոնկրետ այս գումարտակում եմ եղել։ Կոնկրետ այս գումարտակում։ Լավ է, ամեն ինչ մնացած նորմալ է։ Շատ լավ։ Ինչ կասես ծնողներիդ երկու բառ։ Ծնողներիս ջերմ բարևներ։ Ջերմ բարևներ քիչ մնաց, չէ՞։ Հա, Հացավ տանը։ Զրուցում ենք գումարտակի հրամանատար փոխգնդապետ Գրիգորյանի հետ ապրիլ 1-ի լույս 2-ի գիշերը գիտեմ, որ այս տարածքում թշնամու հետախուզադիվերսիոն մի մեծ խումբ փորձել է ուրեմն հարձակում գործել գումարտակի վրա եւ օգտագործել է նաեւ օթուշ, որը եւ կանխել են մեր զինվորները գումարտակի հրամանատարի գլխավորությամբ։ Այ պարոն փոխգնդապետ, ո՞նց եղավ, որ այդպես կազմակերպված, դե 50-70 հոգանոց խումբը այդպես միամիտ հարձակում է հրետակոծության տակ, ո՞նց եղավ, որ կարողացաք այդպես դիմակայել։ Հակառակորդի հարձակումը մեր համար կարելի ասած միամիտ չէր։ Մենք միշտ էլ պատրաստ ենք նմանատիպ հակառակորդի գործողությունների, մանավանդ այս վերջի տարվա ընթացքում մենք միշտ սպասել ենք հակառակորդի հենց այս նույն կարգի գործողություն, չհաշվի առնելով մենակ ուղղաթիռները։ Այսինքն դուք մենք նման սպասում ենք ու մեր անձնակազմին մենք մարտական հաշվարկի մարտավարաշարային պարապմունքների ժամանակ հենց այս նույն գործողությունների համար պատրաստել ենք։ Այսինքն արդեն մարտական իրական իրավիճակում դա արեցիք են ինչ որ ուչեբի արել եք, էլի։ Ու որ այս գործողությունները եղավ, մեր անձնակազմը արդեն ամեն ինչին պատրաստ էր։ Արդեն որ ես դուս եմ եկել անձնակազմի գործողությունները վերահսկել, այնտեղ արդեն կազմակերպելու, հրանգավորելու, բացատրելու բան չեղել։ Ամեն մարդ իր խնդիրն իմացել է ու մեկը մյուսի հետևից կազմակերպված նորմալ իրանց գործեր արել են, որ դե ժամկետային էից գուցե։ Գոհ որն է, ես իրանց ցավը տանեմ։ Ես էլ իրանց ցավը տանեմ, եղավ է։ Մարտական դիրքերում երևի ամենահինավուրց եկեղեցիներից մեկը, որ հենց դիրքերում է գտնվում, ես կխնդրեմ իմ ընկերոջը Հարութին, ով որ առաջիններից է հաստեղ կնքվել, առաջինն է եղել։ Կպատմես մի փոքր այս եկեղեցու մասին, ինչ եկեղեցի է, գիտեմ, որ ստեղ քանդակել ես դու արել, Եսայի Հասան Ջալալյանի քանդակը դու ես արել։ Այն ժամանակ ես արել, որ ծառայեմ էր այստեղ։ Հենց այս դիրքերում ես ծառայել։ Պատմես եկեղեցու մասին մի փոքր։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Ամենափրկիչ, տեղանքը կոչվում է Նապատ կամ Հնապատ, բայց Նապատ էլի, տեղացիները Նապատ են ասում, շահումյանցիները։ Գյուլիստանի եկեղեցուն կապկից կառուցավ, վանքային քվանական համալիրը մնացել են, դասավանդել են ստեղ, սովորել են։ Որ դարի է։ Մի հիշատակության մեջ 16-րդ դարը, մի ուրիշ աղբյուրում 10-րդ դարի կառույց է ինքը, բազիլիկ եկեղեցի է, եռանավ բազիլիկ եկեղեցի։ Վերաօծումը տեղի է ունեցել 2013 թվականին։ Վերակառուցել են ու վերաօծել։ Չէ, վերակառուցումը մի քիչ ավելի շուտ է եղել, դրանից 4 տարի, մոտ 5 տարի առաջ, հետո 2012-ից 2013 թվականներին վերաօծվել է, էլի կոնկրետ։ Այ որպես այստեղ ծառայած զինվոր, որը նաև գիտեմ, որ այս լարված օրերին եկար նաև քո ծառայած դիրքերում ու նորից մարտական հերթապահություն հասկացրեցիր։ Այ ինչ նշանակություն ունի այս եկեղեցին մեր տղեկի համար։ Ցանկացած եկեղեցի մեծ նշանակություն ունի զինվորի համար, որովհետև իր հավատքի, իր Աստծո տաճարն է, որը պահպանում է իր սահմանները, այսինքն Աստված պետք է զորալիք լինի մեր զինվորներին, ըստ այդմ իր Աստծո տաճարը պահպանելով, պահպանում է նաև իրեն, իր ժողովրդին, իր մշակույթը։
Ինչպես քիչ առաջ լսեցինք, գումարտակի հրամանատարը պատմեց, որ այստեղ զինուժը ադրբեջանական օգտագործել է օդուժ, օգտագործել է 57 հոգանոց դեսանտ եւ ոչ մի վիրավոր, կարծեմ մի թեթև վիրավորում եղել է, որ նույն օրը վերադարձել է շարք, ոչ մի վիրավոր, ոչ մի զոհ չի եղել, փառք Աստծո եւ հենց այս տարածքում է եղել այդ հարձակումը եւ իրոք որ Հարութի ասացի նման զորավիք է եղել մեր զինվորներին։ Մի փոքր էլ կուզեմ այս արձանի մասին ասես Հարութ ջան։ Եսայի Հասան Ջալալյանի շատերը չգիտեն ով է նա։ Մի կարճ կներկայացնես ով է Եսայի Հասան Ջալալյանը Արցախական աշխարհի ազգային ազատագրական պայքարի առաջնորդներից ու առաջնորդն է եղել իր ժամանակ, նաև Գանձասարի կաթողիկոսն էր, որը կազմակերպել էր սղնախական պայքարը, տենց է կոչվում, ինքնապաշտպանության ձև է, բերդերում ամրացված, իր շնորհիվ ժողովուրդը իր գոյությունը պահեց։ Եկեղեցու առաջնորդներից մեկը, ով ղեկավարում է նաև մելիքների, եւ ռազմական ուժներ ղեկավարում, եւ հոգեոր ուժներ ղեկավարում, դրա համար ինքը կարողացավ իր այդ ամեն ինչի միջոցով ու պահպանել ժողովրդին։ Այս քանդակը ստեղծվել ծառայության ժամանակ։ Շատ շնորհակալություն։ Եկաթի խաչն է, խաչից դուրս է գալիս սուրը, այսինքն սիմվոլիկ նշանակություն։ Խաչի տակ սուր է։ Հա։ Այսինքն մեր արդյունքը մեր հավատքն է, մեր մշակույթն է, գաղափարով էլի։ Ամրոցը, սրանք ամրոցներն են, որի մեջից ինքը դուրս է գալիս։ Դասակ կանգնած Հրամանատարի հետ անակնկալ այցով եկանք ականանետային դասակ, որտեղ հանգստի ժամեր, բացի հերթապահություն տաղդողներից մնացածը հանգստանում էին եւ հայտարարվեց անակնկալ, շատ անակնկալ հայտարարվեց տագնապ, ստուգելու համար թե ինչպես է պատրաստվածությունը։ Բոլոր հաշվարկներն ու ականանետները պատրաստ էին, այսինքն տեղավորվեցին ժամանակի մեջ, ընդհանուր առմամբ գոհ հրամանատարը նրանց ուրեմն պատրաստվածությունից։ Շնորհակալ ենք տղեկ ջան։ Բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Ո՞նց է։ Լավ։ Ալուշ, այո բարեկամ։ Ո՞նց է։ Լավ։ Մեր հերոսը որ հակառակորդի ուղղաթիռը խոցել է այս դիրքից, անազգանոց դու ասա։ Մանուկյան Գևորգ։ Մանուկյան Գևորգ, անգի գիտեն բոլորը արդեն։ Գևորգի խնդրենք տանի մեզ ցույց տա որտեղից է խոցել։ Դե հակից պարազիտություն գնանք նկարենք։ Մոդեռն դիրքերին ու Հա։ հրթիռներ էր բաստողում մեր դիրքերի ուղղությամբ։ Արդեն սկսել էր կրակել Արդեն հերթին։ սկսել էր կրակելը։ Հա։ Տեսանք գնացի շուտ զենք սերսրեցի։ Հա։ Լույ մեկնակային դիրքի են կողմն է, ուղղակի են կողմից հարմար չէր։ Հա։ Խոցել համար։ Եկար բարձրացար այս դիրքի վրա։ Հա, վազել եկա, բարձրացա, ստեից խոցեցի։ Հենց պայթել է դեսա արդեն իրա։ Հա, չէ, պայթել արդեն սարի հետ էր նրանցը։ Հա։ Սարի հետ նրանցը պայթել։ Ընդ է պայթեց։ Իսկ այն Եգորթը։ Եգորթի վրա ուղղա կրակե որ չգիտեք իջել է թե ընկել է։ Երկրորդի վրա երկրորդ կմարտագից են հրաձգել զենքերով կրակե։ Հա։ Ստամաչափ։ Հենից ուղղակի ծուխանելով գնացել է։ Իսկ էսի պայթել է։ Պայթելը տեսել է։ Ես քո ցավը տանեմ։ Այ։ Այս մեր տղեն իրեն չի կորցնում։ Տեսնում է որ հակառակորդի օթուժը
Մասնավորապես ուղղաթիռը, ինչ ուղղաթիռ էր։ Միուտ տիպի ուղղաթիռ։ Միուտ տիպի ուղղաթիռը, ուրեմն արդեն հրթիռները արձակում իր ընկերների ուղղությամբ, այս դիրքերի ուղղությամբ, իրեն չի կորցնում, արագ վազում է իր զենքով, գալիս դիրքավորում է այստեղ եւ այստեղից խոցում է հակառակորդի ուղղաթիռը։ Գյուլիստան գյուղն է, ինչպես գիտեք, շատ գեղեցիկ մեծ հայկական գյուղ է, ահա խնդրեմ Գյուլիստանի եկեղեցին, պարզ երևում է այստեղից եւ արդեն վերևում հակառակորդի դիրքերն են հեսա, տեսնում եք Գյուլիստանի գլխին, խնդրեմ, սա հակառակորդի դիրքերն է, ահա Ուրեմն վերջին կարելի է ասել 2 ամսվա ընթացքում 3 գիշերը հակառակորդը առաջի անգամ ամենայն դեպս այս տարածքում խախտել է հրադադարի ռեժիմը եւ խոշոր տրամաչափի գնդացիրներով գնդակոծել է հենց այս դիրքը եւ հրամանատարը մեր մոտից հրաման տվեց ավելի խոշոր տրամաչափով, ավելի հզոր պատասխան տալ, որպեսզի հակառակորդը հանկարծ չշփոթվի, որ նա կարող է այստեղ որևէ ակտիվություն ունենալ։ Անմիջապես հետևել է, տղեկ ով է մասնակցել, այստեղ կան մասնակցածներից երեկվա հրաձգության ժամանակ ով է եղել։ Այստեղ է եղել, արի ցավոտ։ Ինչ էր անում, ինչ էին կրակում։ Գնդացրով կրակում են էլս։ Իսկ պատասխանը կողքից տվեցին, թե դուք եք տվել։ Չէ, կողքից են տվել։ Ու ինչ եղավ, պատասխանից հետո ինչ եղավ։ Դադարեցին իրան կրակը։ Միանգամից լռեցին, չէ։ Լռեցին միանգամից։ Այսինքն դուք ավելի հզոր պատասխան տվիք, քան ստե իրան։ Հա։ Անունդ ի՞նչ է։ Նայիրի։ Նայիրի ջան, ես ինչ լավ անուն ունես դու։ Ոնց է ծառայությունը։ Լավ է։ Լավ է անցնում։ Ինչքան ժամանակ է դրանք չէին կրակել։ Մոտ 2 ամիս չեն կրակել։ 2 ամիս չեն կրակել, 3 առաջ։ Ինչի սկսին կրակել։ Կարող է Ալիևը եկավ հասավ Բաքու։ Կարող է։ Կարող է։ Ծուր իրար հետ լեզու չէին գտե ասացին մի հատ կրակենք երևի։ Կամ էլ հակառակը, հա։ Դու խորեցել, հա։ Լավ, ուրեմն Փաստորեն փաստը արձանագրվել է, որ երեք հակառակորդը արդեն խախտել է հրադադարի ռեժիմը այստեղ, խոշոր գնդացրով, խոշոր դրամաչափի գնդացրով փորձել է ճնշել մեր դիրքերին, բայց դիրքերի հուշկու պատասխան են տվել եւ նրանք են ճնշվել ու դադարեցել կրակը։ Ինչքան ժամանակ մոտավորապես տևեց իրենց գնդակոծությունը։ 10-15 րոպե։ 10-15 րոպե անընդհատ կրակում են, էլի, հա։ Բարձր, ապրեք ցավներ տան։ Զիվոճաբարև։ Ո՞նց ես։ Լավ։ Դու ես տեղ երեք։ Չէ, իմ հերթափոխության ժամը չէ։ Հա, հերթափոխության ժամը չէ։ Բայց լսում եք կրակոցները։ Հա։ Իմացար ինչ է կատարվել։ Հա, հրադադարի խախտում են։ Տղեկ բարև։ Ոնց ես։ Ոնց չեմ բարևել։ Էլ մի փախ։ Ստեղ եք երեք որ սկսում ես դրանց կրակոցները։ Հա։ Որ մեկը դեր վերևը։ Ես։ Դու վերևն էիր։ Երկար էին կրակում։ Այդքան էլ չեմ։ Հա, չէ, բայց բան էր, հա, խոշոր կալիբր էր կրակում։ Հա, իսիգալ։ Իսիգալ է, ձեր վրա էր հենց կրակում։ Չէ, մեր դիրքերի, վերևի դիրքերի։ Վերևի դիրքերի վրա։ Պատասխանելու դուք եք մասնակցել, չէ ուրիշներ։ Չէ, ուրիշներ։ Ուրիշներ է, մենացից ուրիշներ։ Նորմալ է ծառայություն տղեկ ջան։ Հա, դու եք, հա։ Հա։ Անդ ոնց է։ Սասուն, կոնե։ Գրիգոր։ Գրիգոր, բակոնե։ Միշա։ Միշա։ Հա, Միշա ջան։ Դու ինչ կասես։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, միշտ նորմալ։ Գոհ ես։ Հա։ Հանգստանում եք, հա, ձեր հանգստի ժամանական խանգարեցիք։ Չէ, չեք խանգարում։ Հա։ Սուրճը լավն էր, դիրքը լավն էր։ Գոհ եք, շնորհակալ ենք ձեզ անփորձանք բարի ծառայություն ցավներ տանեմ։ Անցնենք վերև։ Դու պաղկվեցիր Չերևացից։ Դա գլուխդ բաց դեր այդտեղ։ Ծնողներդ հետո ինձ ասել են խի մեր տղուն չնկարեցիր գնացի ասել ես ընդ, հա։ Համատ ի՞նչ է։ Արայի։ Արայի։ Բա մի հատ մորը դորդ մի բան ասա, այդ տունը չի մի։ Նայում են, գիտես ինչքան են ասում, որ գնում ես չես նկարում, իմ տղեն ընդեղ էր, ոչ չտեսալ։ Լավ է ամեն ինչ։ Հա, նորմալ է։ Նորմալ է, ցավ։ Ինչքան ժամանակվա ծառայել ես։ Մնացել է 6-7 ամիս էլի։ 6-7 ամիս, հա, ցավ, լավ է։ Ապրեք, տղեկ ջան, մերսի ցավներ տան, հաջող։
Թիկունքում աստվածային մռավն է, մեր մռավ լեռը, ուր էլ մենք հենց հիմա ուղևորվում ենք, բարձրանում ենք մռավի լեռան վրա, մեր դիրքերը, մեր տղերքի մոտ, այս լեռան նման, այս մռավի պես պինդ ու հստակ կանգնած են այնտեղ տղերքը ու թշնամին հաստատ այս տարածքում չունի հնարավորություն մի սանտիմետր իսկ առաջ գալու, բայց մենք դեռ շատ ունենք։ Շահումյանը այստեղ է, Շահումյանը դեռ գտնվում է թշնամու ձեռքում, Շահումյանը դեռ սպասում է մեր ազատագրմանը։ Այստեղից պարզ երևում է Գյուլիստանը մեր Շահումյանի հայտնի գյուղը, այստեղից կնկարենք ավելի պարզ կերևա։ Կասեց իրանց դիրքերը որն է ու որն է գյուղի կողքերում Վահագ ջան։ Մեզ այս Գյուլիստանի վերևից ճամփեն որերով։ Հա, իրանց դիրքերն է, այս գալի Բարսանոն միջև մեր 144 մարտական դիրքը։ Ահա։ Վերևը իրանց տակետն է։ Այն ամենաբարձր։ Ամենաբարձր։ Հա։ Դեն շարունակում է իրանց դիրքերը, այս բարձր։ Այս բլուրի վրա են իրանք։ Հա։ Իսկ Գյուլիստանը այդտեղ իրանք չկան, չէ՞ ուղղակի կողքերն են իրանք։ Չկան, չէ, իրանք Գյուլիստան չկան։ Գյուլիստանում իրանք չկան։ Այն հետևում արդեն Շահումյանն է երևում ամբողջ։ Շահումյանն է։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնեմ շատ կարևոր աշխատանք կատարողներին, մեր դիրքերի ճանապարհները այս քերծերի մեջ, այս ժառերի մեջ բացող մեր տրակտորիստները, ովքեր կարելի է ասել տիտանական աշխատանք են կատարում, ամենավտանգավոր աշխատանքներից մեկն է, որովհետև երևի պատկերացում կազմենք, մի քիչ կնկարենք, տեսնենք թե ինչ պայմաններում են աշխատում, վտանգը աչքի առաջ ունենալով եւ իհարկե հակառակորդը նույնպես շատ դեպքերում չէ, կրակում է եւ վախենալու ոչինչ չունենք։ Մենք մեր աշխատանք կատարում ենք, մեր աշխատանքը հանուն հայրենիքի Ոնց է գնում, լավ գնում է, նորմալ է, եղանակները բացվեց։ Եղանակը ոչինչ, դե եղանակ ալի բնության դեմ պետք է պայքարել։ Ալնելու է, չնող բան չկա։ Չնող բան չկա, չէ։ Դժվարություն կա դեմը, բայց ոչինչ պետք է հաղթահարել։ Եթե եկել հասել ենք ստի, պետք է հաղթահարել, всё։ Բավականին արդեն շատ քիչ ճանապարհ մնացել, չէ՞, արդեն հիմնական մասը արել եք։ Դե հա, բոլիմենին, վերևն ամի։ Մի որոշ հատված դժվար։ Մի որոշ հատված դժվար։ Մի քիչ դժվարություն ունենք, անցնում ենք, կարելի ասած այդ խնդրեմ չունենք։ Բավականին բարձր են գտնվում արդեն, մռավի լանջին ենք, հասնում։ Մռավն էլի, հայ։ Նախքին եմ դրոշ դրած, այսօր չկա, անով տեսնենք բինոկլով։ Էդի որոշել ենք, որ մենք պետք է։ Դուք եք դնել դրոշ, է։ Հանել ատել ալենք, Այսպես տղերքը աշխատում են օրնիբուն, իրենց գործի վարպետներն են, այս ժառերը կտրելով, ժառերը ջարդելով ճանապարհ են բացում մեր զինվորների մատակարարումը կյանքը ավելի հեշտացնելու համար։ Իհարկե։ Արժանի են գովեստի մեր բոլորի կողմից։
Դիմացի բլուրում հակառակորդի դիրքերն են, հա, շատ պարզ երևում են։ Ամենայն դեպս պետք չի գտնենք թշնամուն շատ վստահել, շարժվենք առաջ։ Աշխարհի ամենահամով ու ամենասառնորակ ջրերից մեկը տեսակ թե ինչ տեղում է, իրոք որ առաջի տեղն է գրավում։ Այդ տղերքի հիմա չարչարվում են, որ հետո գործները մի քիչ հեշտանա, այս ծանր գեներատորը պետք է հասցնել։ Տեսեք ինչ քերծեր ենք բարձրանալու։ Ոնց եք։ Դժվար է հիմա հետո հեշտ կլի, չէ՞։ Ոչինչ։ Ես ձեր ցավը տանեմ, տեսեք ինչ տղեկ են, սարի պես հզոր տղեկ։ Ես 2 մետր էլ չեմ կարա բարձրացնել սա։ Քասե վերելքը շատ ուժեղ կամի է։ Շուտով մարդ։ Հասանք։ Վերջապես հասանք մեր արծիվներին, այս ասեմ ձեզ մի այսպիսի փաստ, մեր Շահումյանի սահմանը որ կա, եթե 5 արտեզով գնանք, այսօր սա միակ կետն է Շահումյանից, որ հայի ոտքի տակ է, միակ կետն է, որտեղ հայերը կան Շահումյանում, Շահումյանի մնացածը սպասում է դեռ մեզ։ Այս արծիվները կանգնած են հենց Շահումյանի հողի վրա, հսկում են սահմանը, մինչև որ կգա ժամանակը Շահումյանը միացնելու մայր հայրենիքին։ Ահա ի՞նչ է։ Տիկո։ Տիկո ջան, ո՞նց է պոստել։ Լավ է։ Ո՞նց է ծառայությունը։ Լավ է։ Լավ ախպեր ջան։ Ինչքան ժամանակվա ծառայել ես։ 5 ամիս։ 5 ամիս նոր ես բարձրացել էլի պոստերը, հա։ Առաջի պերսմենքն է։ Առաջի պերսմենքն է, ո՞նց ես։ Լավ։ Դու գայս, հա։ Հա։ Սովորել ես այս արծիվի թռիչքի բարձրությանը, հա։ Օրինակ ես գլուխս տրակում եմ նշումից։ Կոմոդ սովորել ես անցել, հա։ Սովորել։ Ոչ ես վախենում գիշերները։ Չէ։ Չէ։ Այ ես քո ցավը տանեմ։ Մալադես։ Մեր Տիգրանը առաջի հերթափոխն է եկել այս բարձրադիր դիրքերը, ազնիվ խոսք, այստեղ միայն արծիվներ է, մեկ էլ հայ արծիվներ է, մեր տղեքը կարող են հանգիստ ապրել, երիք չի հսկել մեր սահմանը։ Սրան օրնակ քերծերը կարանք կոդրեք մեզ համար ապահով շելեր սարքեք։ Դերվին ես չէ։ Բա սրա մալատոք ո՞ր է։ Ուտարել է մալատոքը։ Այսի ատլետ կայնից է։ Խոշոր համարի։ Գտնվում ենք մեր տղաների կացարանում, ինչպես տեսնում եք 2000 ինչքան? 2600 մետրի վրա ենք, քարի տակ, հարմար կացարան, ամեն ինչը տեղը տեղին, նույնիսկ կախովի առաստաղով, որին զարմացրեց ճիշտն ասած, ինչով եք զբաղվում, բացի ազատ ժամանակ ունենում եք սկի, հա? Գործ եք անում, էդի ազատ ժամանակն է, էլի? Հա, հասկանալի։ Ձեր ապահովության համար է հացավը տանեմ։ Լավ է, որ էդի գիտակցում եք, լավ է, որ էդի հասկանում եք։ Իրոք, որ ձեր ապահովության և մեր ապահովության համար է։
որտեղ ձեր ապահովությունից կախված ենք մենք, ամբողջ ազգը, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ մեր նենք թշնամին, մեր ճակատին գրված այդ նենք թշնամին երբևէ կբավարարվի որևէ հող վերցնելով, նրանց նպատակը, որ մենք չլինենք, որ մեր վրա վաստեն միանան իրար։ Այս սարերը արդեն Ադրբեջանն է, Ադրբեջանի հողերն է, այսինքն այսօրվա Ադրբեջանի հողերն է, սարերից ենքով մի քանի գյուղ է ու իրանց քաղաքներն է արդեն սկսում, այսի մեր ամենա, ոնց որ ասած, հյուսիսային կետերից մեկում ենք, ստեղ իրենք ունեն այս ձորը ամբողջ դիմացի, ուրեմն չեզոք գոտին է, և ձորից ենքով արդեն դիմացի սարի վրա հակառակորդի դիրքերն են, որ հիմա ավելի մոտիկից կնկարենք և ձեզ ցույց կտանք։ Հերթական արծիվներից շահեն է, որ ամենաբարձր կետերից մեկում դիրքն էր պահում, ոնց է վիճակը աղբերից։ Դա էլի խախանդ է։ Խախանդ է։ Ինչքան ժամ է, երևում է 5 առայով ես։ 25 օր է մնացել։ Շահինից մնացել է 25 օր։ Գալիս է տուն իր ծնողների մոտ։ Վերջի օրն է փառք Աստծու, որ ճիշտ է, երեք այստեղ հրադադարը մի թեթև խախտվել է, բայց անմիջապես մերով պատժել են, չեն թողել, որ նրանք շարունակեն։ Ընդհանրապես այս դիրքերում դա ընդունված մեթոդ է նրանց ուրեմն ճնշելու, անմիջապես առանց հապաղելու պատժում են, որպեսզի թշնամին չծավալվի։ Միջև ներքև կգնանք։ Լավ ես։ Ո՞նց անցնում ծառայից։ Ինչքան ժամանակա ծառայես։ Հեսա 5 ամիս կեղն։ Առաջի անգամ ես բարձրացել պոստը։ Ո՞նց է, դուրս գալիս է։
Արդեն մեր նոր ուրեմն անցած զորակոչի տղաները բարձրացել են դիրքերը, համադրել են դիրքերը զինծառայողներից մի քանիսը տեսանք, որ արդեն տուն են վերադառնում, նոր զորակոչը գիտենք, որ սկսվել է, ամեն ինչ իր ունով առաջ է գնում, փառք Աստծո, չհաշված երեկվա 10-15 րոպեանոց զինադադարի խախտումը հակառակորդի կողմից, ընդհանուր առմամբ խաղաղությունը պահպանվում է, նո զինադադար ասեմ, որտեղ սա խաղաղություն չի, զինադադարը պահպանվում է։ Ծանր հերետակոծության ժամանակ տղաները այն նման թաքստոցներ են մտնում, որը ապահով է ցանկացած ուրեմն հրետանի այսօրվա, որ օգտագործվում է, այստեղ չի կարող վնասել տղաներին։ Նրանք անցնում են թաքստոցները, ինչպես որ հրամանատարները բացատրում են, մինչև որ նոր հրաման են ստանում եւ դուրս են գալիս շարունակում մարտը։ Ամեն ուրեմն տեղանքի հետ աղոթատեղիները, որ իրենք եկեղեցի են ասում, փոքրիկ աղոթատեղիները իրենց տեսքը փոխում են։ Անցած անգամ մենք տեսանք սյուներով, քարերով կառուցած աղոթատեղին, այստեղ էլ է սա հնարավորությունը, 3 կոզուկների նման, այստեղ էլ էսպիսին է, բայց էլի մեկ է։ Տղաները գալիս են հաճիկով, այստեղ առանձնանում են իրենց աղոթքն են անում։ Հերթական կացարանը, ես ուզում եմ, որ կոկիկությունն ու մաքրությունը տեսնեք էլ այստեղ, նկարի խնդրում եմ, թե ինչ մաքուր ու կոկիկ է, եթե իմանաք ինչ անտառների մեջ ենք, ինչ լեռնային պայմաններում կզարմանաք, էլի։ Շնորհակալություն եմ ուզում ասեմ տղերքին, իրենց հանգստի ժամին էլ եկանք խանգարեցինք, բայց իրոք շնորհակալություն, որ այս կոկիկ, այս մաքուր վիճակն աստեղ, նման բարձրության վրա, նման դիրքերում այսպիսի մաքրություն ապահովել է, դա ամենակ պատիվ է բերում։ Ինչ կա, ինչերի մեջ ով ացակ երկու տարի։ Ժենակությանը դիմանալ, կարոտին, մենակ ապրելը, դժվարությանը դիմանալը, սաղ կարևոր բաներ են, կյանքում շատ է պետք գալու։ Կյանքում շատ է պետք գալու։ Իհարկե ցավը տանեմ, իսկ տղեկից ընկերներից հետ արդեն կան, որ զորացրվել են, թե դուք առաջիններն եք։ Չէ, չկան։ Չկան դեռ զորացրվել։ Կան պրոստիլյան ընկերներ չկան։ Հա։ Դու ինչ կասես, դու երբես գնեմ։ Մի տարի։ Հələ մի տարի։ Արդեն բարձրացած սարի գլուխը, հիմա սկսում ես գրավել ներկել, չէ։ Հենց է։ Հա, ցավը տանը։ Խացի։ Եղանակը լավանալուն պես տղաները արդեն նախապատրաստվում են հաջորդ ձմռանը։ Գիտենք, այստեղ 2-ից 3 մետր ձյուն է լինում, շատ դեպքերում դժվար անցանելի են ճանապարհները եւ որովհետեւ բարձրադիր դիրքերում տղաները վարելիքի պակաս չունենան, հիմիկվանից արդեն վարելիքը տեսնում եք կտրտում են, տեղափոխում են վերևի դիրքերը, թողնում են որպեսզի չորանա, որպեսզի ձմռանը հանգիստ օգտագործեն ամբողջ ձմեռը տաք լինի դիրքերը։ Եվ այսպես սիրելի հայրենակիցներ, մեր այցը եղնիկներ մոտեցավ ավարտին, ինչպես նաև դիրքերում հաղորդաշարի հերթական թողարկումը Շանթի եթերում։ Դուր եկավ մեզ եղնիկներում եւ մարտական վիճակը տղերքը պատրաստ եւ դիրքերի վիճակը եւ կարգապահությունը ամեն ինչը տեղը տեղին։ Անմիջապես զգացվում է, որ հրամանատարությունը երբ որ լավ է, զորամասի վիճակը չի կարող որևէ բան սխալ լինի, որովհետեւ ամեն ինչ հրամանատարը պարում է իր բռում։ Բավականին շատ դիրքերում եղանք, ոչ մի կրակոց, ոչ մի միջադեպ, փառք Աստծո, թող այսպես էլ ուրեմն հրադադարի ռեժիմը պահպանվի։ Իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Շանթի եթերում։